տեսնում ենք դա Արցախից թալանած գումարների վերադարձի միջոցով։ Որ գումարների մասն է։ Ուրեմն խոսքը գնում է այն ինչ որ մենք ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որը որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է, ամենայն դեպս անձամբ ես եմ ներկայացել, ինձ հրավիրել են քննչականից ներկայացել եմ եւ նկարագրել եմ Արցախում խոշոր կոռուպցիային սխեմաները, ինչպես է ձևավորված։ Քննվել է Սամվել Շահրամանյանը եւ իդեպ իր դիմումի հիման վրա է դատախազությունը վարույթ նախաձեռնել։ Ինչու օրինակ Հայաստանի իրավապահ մարմիններից չեք պահանջում, որ քննությունը արագ իրականացվի եւ բարձվի վերջո հիմնադրամի գումարները ինչ է եղել։ Հիմնադրամի գումարները մենք գիտենք, որ գնացել է կոնկրետ ուժերի ներկայացուցիչների իմիջիալոց, ովքեր որ հենց Շախարմանյանին բերել են դրել այդ պաշտոնին։ Հիմա հարց, չէ՞ մի վար ավարտ մի վարքյան, չեմ կարծում է, ասում եմ փաստաթղթերով է, հիմա մի վարքյան, այդ անունները լրիվ հրապարակված է, մենք ստեղ հրապարակված է Վալես NGO իրանց Facebook-յան կայքեջում եւ Մարինա Պողոսյանը ստե ահռելի գործ արել, նույնիսկ քննիչների գործն արել, տարել տվել քննիչներին։ Հիմա ես ձեր հարցին չեմ պատասխանել, այդ եմ ուզում պատասխանեմ։ Ուրեմն մենք տեսել ենք, որ նաեւ արցախցիները ակցիաներ են կազմակերպել տարբեր անգամ դատախազության մոտ, բայց դե լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ չեն էլ դուրս եկել հետները խոսել։ Հիմա մեր պահանջը Սամվել Շախրամանյանին նա է, ուրեմն հարց համար առաջին կամ դուրս արի ասա ոնց ես այս ժողովրդի հոգսերը քաշում կամ եթե չես կարում ուրեմն մենք ենք քեզ ասում ինչ անես իջնում ես դատախազություն քանի որ այս հասարակ ժողովրդին չեն ընդունել դու որպես սենց կոչված պատասխանատու իջի դատախազություն ու դատախազին այս բոլոր ժողովրդի անունից ասա, որ մեր խնդիրը նրանումն է այդ թալանած փողերի դատաիրավական process-ները արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին եւ արցախցիների կարիքները հոգսան։ Հիմա մի վարքյան, այդ թալանողների անունը կոնկրետ այդ 467 միլիոն դոլարը գնացել է 48 ընտանիքի։ 48 թողեցեք ավարտեմ էլի։ Մի մնացեք։ Դե բայց մի ընդհատեք որ հարցը տալիս է։ Ես ես հարց տվեցի չպատասխանեցիք։ Ինչ չպատասխանեցի, ասեցի հասարակ արցախցիներ գնացել են դատախազություն չի ընդունել։ Դուք գնացել եք։ Ես էլ որ պետք կլինի գնալու եմ։ Ինչ կա։ Գնացել եք։ Ես գնացել եմ բաները ներկայացրել, հարցաքնվել եմ։ Հարցաքնվել, բայց գնացել եք, պահանջել եք, որ մի վարքյան էլի ես տեսնում եմ, ես սովորական արցախցի եմ։ Հասարակ քաղաքացի։ Ես տեսնում եմ, որ այդ քաղաքացիները գնում են դատախազություն, դատախազությունը արհամարում է։ Հիմա մենք արցախցիներով հավաքվել ենք եւ ասում եմ, այս ակցիայի կազմակերպիչները դա մի խումբ արցախցիներ են, որոնք որ իրանք են եկել այս պահանջը դրել, դիմել ինձ, մի ավարտեք էլի, չէ իրանք դիմել են ինձ, որ ես գամ ստեղ եւ կարողանանք այս խնդրին հասնենք, ես եւ հավաքը կարողանանք կոռեկտ վարենք։ Հիմա եթե հավարտում եմ, հիմա եթե ես տեսնում եմ, որ արցախցիները գնում են դատախազության դուրով ծեծում են, ասում են այն թալանչիների գումարները բերեք, դատախազությունը սովորական արցախցիների մերժում է։ Տրամաբանական չի, որ այդ արցախցիները եկել են ստեղ, որ դիմեն իրանց ներկայացուցին, որ ինքը թող իջնի դատախազություն եւ թող իրան պատասխան տան անունների վերաբերյալ որոնք ասում են նաեւ հասարակ քաղաքացիների մեջ են այս ակցիայի մասնակիցների թվում էլ մարդիկ կա, որոնք ունեն փոխառություններ եւ հետ չեն վերադարձել։ Այսպիսի տեղեկություն էլ կա։ Հիմա խոսքը գնում է ուրեմն նայեք ինչ ենք անում։ Մենք երբ որ ասում ենք կոռուպցիա, մեր համար Ասեք, պարոն Օսիպյան, այդ քաղաքացիները Չէ, մի վարքյան, եթե ուզում եք ճիշտը իմանանք, մեր մոտ այն տպավորությունն է, որ դուք եք ինչ որտեղից ֆինանսավորվող բաներ, լրատվականներ, որ եկել եք Էլիզուրուց ուզում եք տանեք ձեր ինչ որ մի ուրիշ դաս։ Մի լարեք ստե ժողովրդի։ Հիմա ձեր հարցերին ես կոնկրետ պատասխան եմ տալի, մի վարքյան։ Մատ սա ժեստ է ուղղակի, սա մատ չենք տալի ու մեր վրա մի թելադրեք մենք ձեզ։ Հավաքից հետո բոլոր մեկնաբանությունները թողասին։ Մի վարքյան։ Հիմա ձեր չէ adekvate որ տալիս եք, գալիս եմ։ Քննարկելի հարցում։ Հա, մեր հավաքը հեսա սկսում է, ուրեմն ասենք ինչու նախնդիր։ Ուրեմն 40 մի վարքյան,
48 անուն ազգանունը հատ չեմ հիշում, խոշոր բաներ գիտ։ Մի վարքյան, չէ, հիշում եմ չեմ ասելու, ուսա պայման նախի չենք ասելու, ասեմ ինչու, որովհետև որ մեկի անունը տանք մյուսինի չտանք, ասելու նարասարա խաղն է, ինչի հիմա ուրեմն լուրջ իսկապես այն է, որ դատախազությունը մեզնից բոլորից ավելի լավ գիտի անուն ազգանունները, հիմա մեր պահանջը նրա նմանելու մի վարքյան էլի, մենք ասելու, չէ մի վարքյան, տենց դուք ուզում եք ասեք Սամվել Շախրամանյանից պահանջելու ոչ մի բան չկա, դե էլ բայր ինչի եք ձեզ հակասում։ Նախագահն է եղել, իհարկե ունեք, ինքն էլ է շատ ինֆորմացիայի տիրապետ։ Դե հիմա մեր պահանջը նրա նման է, Գնացել հարցաքննվել է։ թող գնա դատախազություն, հիմա հարցը ուրիշ բան է, որ արագացնեն գործընթացը։ Բայց տեսակետ կա, ասում են ինչի ձեզնից չեք սկսում, որտեղ ձեր շարքերում մարդիկ կան, օրինակ ստացել են փոխառություններ եւ չեն վերադարձել։ Ուրեմն նայեք ոնց ենք մենք մի վարքյան, ուրեմն մենք ներդրումային հիմնադրամի մասին եմ։ հենց ներդրումային հիմնադրամի մասին եմ խոսում։ Ուրեմն մենք որ ասում ենք կոռուպցիա, մենք կոռուպցիայի դեմ պայքարը ոնց ենք պատկերացնում, որ դատախազությունը ցուցակը հարապարակելու է եւ վերևից ամենախոշորից սկսելու ենք։ Հերիքա, երբ որ խոսում ենք կոռուպցիայից, ասում է բանդեղն էլ մեկը մի նիու է ստացել, բա մեկը, չգիտեմ, $50,000 է ստացել տունը ռեմ։ Մենք դրա մասին չենք խոսում հասարակ քաղաքացիները, եթե ինչ որ մի բան իրանց ասել է։ Մենք խոսում ենք $467 միլիոն դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա $2 միլիոն է հասնում։ Եվ այդ $467 միլիոն 25 միլիոն դոլարով, 27 միլիոն դոլարով, 20 միլիոն դոլարով, այ այսպիսի բաշխումներ ա եղել ու մի վարքյան, հիմա մի վարքյան շատ կարևոր բան եմ ասում, թող մեր ընկերներն էլ լսեն, ինչ կլեյմոյեն փորձում մեր վրա դնել, ասում են այ Նիկոլի խաղն է, ուրեմն ասեմ, մենք խոսում ենք այն գումարների մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանն է փոխանցել այդ հանցագործ կլանին, հենց իրա փոխանցած գումար, խոսքը գնում, բա մի վարքյան էլի սկսել ենք, էլի հո չավարտեցինք, հələ մի հատ տեսնենք, մի քանի օր չի, ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել, շենքի դիմաց չեք գնացել։ Բայց ես չեմ ասում դուք անգաժիրованный լրատվամիջոցներ եք ուզում եք քաշտակ տանեք, դե չի ստացվելու, ուրեմն մի վարքյան, Հարց ենք տալիս։ մեր հարցը կոնկրետ է, Չեք պատասխանում մեր հարցին։ չկա այդպիսի հարց, որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ԿՊ-ի падգամավորանս կաղնած, ոչ բանա Հայաստան դաշինքը, ոչ էլ պատիվ ունեմ, այդպիսի հարց չկա, որ Արտուր Սիպյանը չի պատասխանում։ Ասում եմ գնացվել է, հիմա մի վարքյան, հերթով գալիս ենք, հələ մի հատ տեսնենք թե ինչ է ասում։ Մենք կաշկանդված չենք ոչ մեկից բան, խե թալանչիներից չենք պահանջելու, խե միջև Նիկոլ Փաշինյան։ Ասում ենք ասեք ովքեր են վերցրել այդ գումարը։ Հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտ եք ուզում տանեք, որ մեկի անունը տանք, մեկին չտանք, ասեն ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ ցույց։ Մի վարքյան, եթե ժողովուրդը, երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի, այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ։ Երբ որ ասեմ պետքա 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք, ասենք ժողովուրդ նայեք, հրապարակված է, ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ է։ Իսկ ինչու եք Արցախի նախագահի պաշտոնին 1 ամիս է մնացել, ինչու եք հենց այս ֆոնին դուք սկսել պահանջել։ 1 տարից ավելի է Արցախի նախագահի պաշտոնը ստե կապ չունի, մի քանի շաբաթից հետո ավարտում եմ։ Այդ մի վարքյան հարցը լսել եմ, էլի։ Հիմա խնդիրը նրանն է, որ ժողովուրդ Արցախցիների մնում են ու հիմա են մնում, հեսա հաշված շաբաթների խնդիր է, եթե այդ 40+10 կտրվում է, այդ ժողովուրդին ուրիշ տարբերակ չի մնում։ Մենք չենք եկել տեսնենք ինքը երբ է իր սուրոկը ավարտում, երբ չի ավարտում։ Մենք եկել ենք կոնկրետ հարցի համար։ Այդ ժողովրդի սոցիալական խնդիրների կարը մեզ լուծես, թե չես կարում լուծես։ Միացել շտաբին, Արցախի խորհրդին ինչի չեք միացել։ Իրենք էլ այդ նույն պահանջները հնչեցին։ Ուրեմն մի վարքյան, այդ մարդիկ իմիջիալոց ովքեր որ այս ակցիա նախաձեռնել են, այդ հենց այդ շտաբից էին։ Բայց այդ հիմա այդ նույն շտաբն էլ գնացել է դատախազություն, նույն պահանջի դրել է։ Հիմա մենք էլ ենք դրա հետևից գնում թալանած, այստեղ ինչ կա որ ուզում ենք։ Առանձինի խնդիր չկա, հրավիրված են բոլորը։ Ով ցանկություն ունի, ով գտնում է որ իր այդ բանը թալանածի ֆինանսական, սոցիալ խնդիրների լուծման ճանապարհը սա է, բոլորն էլ հրավիրված են։ Հիմա ես ավելի մենք անցած անգամ ինքը ասեց որ օրը մենք ենք նշանակել, ասել ենք որ հաջորդ չերես մի օրից հետո ստելնելու հավաք խոսք գնա սորվա մասին։ Եվ նենց էր որ ինքը
ասելա որ պատասխանելու եմ ձեր հարցերին։ Հիմա թողենք տեսնենք ինչա պատասխանում։ Հետո իմանանք գնում ենք դատախազություն, թե գնում ենք կառավարություն, թե ոչ միտեղ չեն գնում։ Հանդիպելից հիմա չկա, մեզ հատ հարց ունենք։ Դուրս արի, ասա, թե ոնց ես դու պատկերացնում ես ժողովրդի սոցիալ խնդիրների լուծումը։ Հարցը հրատապ է։ Այդ հրատապությունն է, որ ասում եք ինչի հիմա է դարել հրատապ։ Ու բացի դրանից մենք տեսել ենք, որ ինչ որ նախաձեռնություններ են փորձում անեն, թողել ենք փորձեն անեն մարդիկ ամեն մեկը իր միտք ունի ինչ որ ճանապարհ է տեսնում, մենք ոչ մեկին չենք Բաբայանի հետ ասում են, որ Սավել Բաբայանը դե նա հարցին պատասխանեց, կապողն Հիմա մի վարքյան, հիմա ես մի բան ասեմ, ձեզ էլ կապում են, ասենք թե ես իմ, ասեմ մի ուրիշին հետ, հիմա ինչի են կապում։ Ասեմ հիմա մենք որ ստեղ ենք, երբ որ մենակ Սամվել Բաբայանին չեն կապում, մի վարքյան։ Մենք որ հենց որ կոռուպցիայի հարցը դրվում է, դա Ղարաբաղից էր, դեռ վաղուց եկած։ Սկսում են այդ հարցը դնողին կապել սրանարան հետ, որպեսզի որ այդ շարժումը եւ այդ նախաձեռնությունը էժանցնեն։ Ասեմ, ստեղ ոչ մեկ խառնված չի, որևիցե քաղաքական ուժ, պարզ հասարակ արցախցիներ ասում են, մեկը գյուղագործա, մեկը բանահին նախկին սպայա եւ այլն, սովորական հասարակ քաղաքացիներ։ Այս հարցը դրել են ստեղ ու հրավիրել ինձ, որ Արտուր, արի մնացած հիմնավորումների Միջև ձեր այստեղ գալը, ես ուրիշ ոչ խոսել մեկ եմ խառնված այստեղ հավաքված արցախցիների հետ, Շատ իզուր։ շատերը տեղյակ չէին ինչի համար են եկել։ Շատ իզուր եք արել, շատ իզուր եք արել։ Ուրեմն մի բան ասեմ, մի վարքյան, մի վարքյան։ Ձերոնցից բերում ուսացունում, դուք ասեմ որ նա ձերոնքը, ասեմ որ նա ձեր ագենտուրան, ձեր լրատվականի ագենտուրայի մասին Հենց հիմա ասում։ դուք մի րոպե ասեմ, էլի մի բան էլ ես ասեմ։ Մի բան էլ ես ասեմ, այդ որ ասում եք Ուրեմն մի վարքյան, ես ձեր դե մի վարքյան։ տալիս դրա համար։ Մուսայլան, մի վարքյան։ Ուրեմն ես ձեզ ասեմ ինչումն է խնդիրը եւ այն նույն բանը պալատկան որ դրել են դեղ, թե որ կոնկրետ որ բանն է, անուններով էլ կարամ տամ, բայց դասեմ հիմնականում լրատվամիջոցներն են, որ խառնում են հավաքի հերանիցում են։ Ինչու? Որովհետեւ հիմնականում լրատվամիջոցներն դա թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են եւ ինչ նախաձեռնություն դնում է ուզում են կամ կապեն այդ թալանչիների հետ կամ էլ բանանե պրովոկացիա մեզ հանեն քաղաքական Ձեր ասած բոլոր ասեմ հաղորդումներն էլ պատեսնում ենք Պարոն Օսիպյան, ձեր ասած բոլոր հայտարարությունները օդ են, քանի որ դուք կոնկրետ անուններ չեք տալիս, որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի դրանով։ Ինչ անում է ձեզ։ Ասում մի վարքյան է, ասում եմ գործը հարուցված է տարիուկես առաջ, քորիկ ջան, հասկանում եք։ Չէ գնահատականներ մի տվեք։ Դուք գնահատականներ լրագրող եք։ Էս որ մի լրատվական է։ Հրապարակալը մի հատ կորեք ստեղից։ Արա հրապարակը եկել աստե ինչ անի։ Գնաց, որովհետև հրապարակը դա այն կեղտոտ լրատվականն է, որը միայն կեղտ է շպրտում։ Ու այ դուք եք ասեմ ինչի։ Այդ նույն հրապարակը դեռ մենք Արցախը հրապարակ թերթին ոչ ելույթ չեմ տալու։ Հա։ Լուսաբանվի լայն տարածում։ Չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook-ը ունենք։ Մենք մեր Facebook-ը մեզ հերիք է, մենք ձեր կարիքը չունենք։ Ուրեմն կարճ ասեմ։ Մի արեք, ես չեմ քշեք, ես մեր հայրենիքն հայրենիքի շեմեք շում, հավաքի մի խառնվեք։ Հրապարակ թերթ, կորի ստեղից։ Հանգիստ խոսեք նա։ Հրապարակ թերթը ուրեմն կոնկրետ ասեմ։ Չեք ուզում լուսաբանել։ Չէ, ուրեմն թեքվեք ու մյուս անգամ լրատվամիջոցների վերաբերյալ գնահատականներ տալու են գնահատական, որտեղ կեղտոտ լրատվամիջոցներ են։ մենք ձեզ լուսաբանել։ Մենք ձեր կարիքը չունենք, գնացեք ստեղ։ Կարիքը չունենք։ Գնացեք ստեղ։ Հարցազրույցը տվել եմ ես նույն լրատվականներին, կտրել եք ձեր Հալաչիների մասով խոսացել եմ, կտրել եք մենակ ձեր ուզածը դրել։ Այս կեղտոտ լրատվականները Կեղտոտ լրատվականները։ բոլորի մասին խոսքը։ Բոլորի մասին, որ այն շարժումը ամոթ, հրապարակ թերթ, դու ես ասի խայտավրացումներ, Եթե ուզում եք հասկանալ, ագենտուրա եք, դու գործակալներ եք, հասկանալ, ում հարուված ծնուչյան գործակալներ եք, ինժեներ տալի գործակալներ, Ես կարգի հրապ։ մի րոպե սպասի, փախակստը, ուզում եք ճիշտ իմանալ, խոսում եք թալաչիներից, հա, Օսիպյան Արտուրին հարց եք տալիս, ասում եք թալաչի, Ոչ մեկը չի վիրավորել։ ասում եք, այս նույն Օսիպյան Արտուրն է ձեր դեմը կայնած, ասեմ իմանալ, այս հավաքի կազմակերպողը մեկը ես եմ,
Ճշտության դիմաց։ Թալանչին ոստե շենք ունի, ինքը թալանչի է, ոստե խանութ ունի, ինքը թալանչի է, ոստե հյուրանոց ունի, ինքը թալանչի է, ոստե գարաժներ ունի, ինքը թալանչի է, ոստե բազարներ ունի, ինքը թալանչի է։ Ով քաղաքաշինության նախարարության վրա իր բազարները ծախել նոր տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ինքը թալանչի է, այդ սուկաների հետևից է եկել։ Ասեմ իմանա։ Տեսնես Սամվել Բաբայանը հետ ինչ ունի Հայաստանում։ Սամվել Բաբայանը ինչ կապ ունի, էստե։ Ինչ կապ ունի։ Հա, անուն ունի որ այդ ղեկավարները Չեք Սերժ Սարգսյանի անունը տալի։ Սեփական տուն։ Բա խիշեք Ռոբերտ Քոչարյանը, բա ուրա։ Բա դուք ասում եք որ Սերժ Սարգսյանը 30 տարվա մեջ միլինիա խրամատ չի սարքել, հիմա եկել է։ Կարոջի երրորդ ուժ ձեզ ձերցի տալիս։ Երրորդ ուժ ձեզ ձերցի տալիս։ Ձեզ ձերա տալիս Ասում եք հիմնական գործի։ Դե համար սենց Ես ձեզ ասեմ, որովհետև դուք ասեմ։ Պատասխանը տալիս եմ, քիչ եմ տալի։ ախպեր, երրորդ ուժ ձեզ ձերցի տալիս։ Ձեզ ձերա տալիս Նմանների պատճառով են հայաստանցի ուսանողները։ Մենակ ձեր նմանների պատճառով։ Ասում եք խորհուրդ գնացեք, եկեք պրովոկացիա։ Ձեր դեպքը չեմ էլ ուզում հիշեմ, ես։ Տեսեք ինչ եմ ասում, երբ որ մենք հավաք ենք հարավիրում, հրապարակ դրդի չլինի։ Բա ինքը ասես որ լրագրողներ Պրովոկացիա եք անում։ Դուք գալիս եք պրովոկացիա եք անում։ Օսեփյանը ասել է որ դուք չկաք։ Բա ինքն է կա։ Հավաքը հայտարարողն է։ Եկել եք պրովոկացիա եք անում։ Ուզում եք Գնացել է հիմա պրովոկացիա են անում, հարգել են իրենց ոչ մեկ չխոսա, ոչ մեկ, պրովոկատորը